Տիկին Թորոյան, վաղը թանգարանների գիշեր համաեվրոպական միջոցառումն է, այդ օրվա կապակցությամբ ձեր թանգարանը ինչ միջոցառումներ է կազմակերպել։ Վաղը թանգարանային երևի աշխարհում ամենակարևորագույն օրերից մեկն է եւ մեր երկու վայրերում, Աբովյան 64-ում եւ Պարոնյան 2-ում սպասվում են հետաքրքիր միջոցառումներ։ Նախ եւ առաջ վաղը այստեղ Պարոնյանում, այստեղ Աբովյան 64-ում բացվում է մի շատ հետաքրքիր ցուցադրություն, որը կոչվում է Ծաղկազարդ, հեղինակը Լուսինե Շարամբեյան, որը մեր հիմնադրի Հովհաննես Շարամբեյանի թոռնուհին է, եւ ցուցադրությունը նվիրված է իր հոր հիշատակին, լուսահոգի Արամ Շարամբեյանին, որը նույնպես ոլորտի մեծ նվիրալ էր։ Այնուհետև Պարոնյանում արդեն կբացվի մեկ այլ շատ յուրահատուկ ցուցադրություն, որը կոչվում է Ժամանակի ստեղծումը, մի վարպետ, որը ստեղծագործում է ժամացույցի մեխանիզմներով եւ ստեղծում է իր աշխատանքները ներշնչված ժամանակի թեմայով։ Ունենք վարպետաց դասեր Պարոնյան 2-ում խեցեգործության, իսկ այստեղ ունենալու ենք բակային խաղեր, վարենք նախաձեռնության հետ միասին ազգային խաղեր, ինչպես նաև մեր թանգարանի նորաստեղծ երգչախումբը Մանելը հանդես կգա մի քանի կատարումներով, այսինքն սպասվում է շատ բուռն երեկո, բուռն օր, ու հուսով ենք, որ վերաբացումից հետո առաջին օրն աշխատանքային, մարդիկ դեռ պետք է վերադառնան այն գիտակցությանը, որ մենք բաց ենք, բայց ակնկալում ենք բնականաբար մեզ կարոտած մեր սիրելի շահառուների վերադարձին թանգարան։ Վերանորոգում էր եղել, չէ՞, այս թանգարանում։ Այո, մարդիկ կարոտած կլինեն։ Այո, թանգարանում եղել է վերանորոգում, մենք Հայաստանի Հանրապետության կրթության, մշակույթի ու սպորտի նախարարության նախաձեռնությամբ կարողացել ենք վերանորոգել թանգարանի սանհանգույցները, ինչպես նաև շատ շուտով թանգարանը արդեն հանդես կգա նոր հետաքրքիր ձևաչափով խանութ սրճարանի, որն իրականացվել է Artbox ծրագրի շրջանակում, Ստեղծարար Եվրոպա եւ Հայ բարեգործական ընդհանուր միության օժանդակությամբ եւ նաեւ մեր շատ սիրելի գործընկեր Flexi3 կազմակերպության, որոնք աջակցեցին թանգարանին։ Այսինքն սպասվում են հետաքրքիր նորություններ, բացումը խանութ սրահի պաշտոնական դեռ տեղի կունենա եւ հուսով ենք, որ թանգարանն արդեն ամբողջությամբ այլ կերպ կընկալվի հասարակության լայն շերտերի շրջանակում։ Տիկին Թորոյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր թանգարաններում շարժ չկա։ Մտնում եմ թանգարան, տարիներ շարունակ կախված են նույն նկարները։ Ձեր թանգարանի դեպքում դա արդյոք այդպես է, կկիսեք այդ կարծիքը թե ոչ, խնդրեմ մեկնաբանեք։ Պարոն վարչապետի այդ խոսքը հիմնականում միտված էր նրան, որ թանգարանները մարքեթինգի տեսանկյունից շատ դեպքերում եղել է, որ այդքան էլ ակտիվ չեն եղել եւ իրապես բազմաթիվ այցելուներ չեն իմացել, որ գոյություն ունի նմանատիպ թանգարան, որ քաղաքում կա մի անկյուն, որտեղ կարելի է գալ օրինակ ծանոթանալ ազգային ինքնությանը եւ այլն։ Դրա այդ նպատակով նախարարությունը ստեղծեց մշակույթի զարգացման հիմնադրամը, կառավարությունը, որի հենց գլխավոր նպատակն է օգնել թանգարաններին մի քանի ուղղությամբ, որոնցից ամենակարևորագույնը մարքեթինգը եւ հանրահռչակումը, ինչը շատ կարեւոր է, այսինքն աշխատում է մի ամբողջ թիմ թանգարանի հետաքրքիր կողմերը բացահայտելու, թանգարանի կարևոր, այսպես ասած, արժեքը նորովի ճանաչելու եւ այն հանրությանը ամբողջությամբ նոր ձևաչափով ներկայացնելու համար եւ արդեն բազմաթիվ թանգարաններ կարող են մեր օրինակով նաեւ բերել, որ կարող են կասել, թե այցելությունները էջում, թե հետաքրքրությունը բավականին մեծանում է, ինչը բնականաբար շատ գովելի է։ Մենք վստահ ենք, որ եթե թանգարանը որդեգրում է բաց լինելու գաղափարախոսությունը, այսինքն բնականաբար մենք առաջին հերթին պետք է իրագործենք մեր թանգարանային գործառույթը, սակայն թանգարանը մի հարթակ է, որը իրապես պետք է ցանկացած անհատի համար դառնա զարգացման, ճանաչողության եւ կրթության մի
մի վայր։ Եվ վստահ ենք, որ թանգարանային կրթությունը իրապես շատ մեծ արժեք է եւ ցանկացած մարդու համար կարող է իրականություն փոխել։ Բայց մինչև այդ հիմնադրամի ստեղծվելը կարելի է այդպիսի ընդհանուր գնահատական տալ, որ օրինակ մեր թանգարանները կոնսերվացված ինչ-որ հիմնարկներ են եւ ներողություն, մեջբերում եմ իր խոսքերը, Նիկոլ Փաշինյանի խոսքերը, երբ որ ինքը ասում էր, որ թանգարանները կարծես թե պահեստներ լինեն։ Ինչը վերաբերվում է պահեստներին, շատ եթե այդպես է արտահայտվում պահեստ բառով, Ես չէ, Նիկոլ Փաշինյանը։ Այն հավանաբար նկատի ունի, որ իրոք տարիների վեր եղել են թանգարաններ, որոնք իրապես շատ քիչ այցելուներ են ունեցել։ Եղել է դեպք, որ թանգարան օրը եղել, որ ընդհանրապես այցելու չի եղել։ Այդ թվում ձեր թանգարանի մասին է խոսքը։ Թանգարանում էլ է եղել այդպիսի օրեր, երբ թանգարանը այցելու չի ունեցել։ Դա նմանատիպ մեր թանգարանների համար, բնականաբար ամբողջ աշխարհում նույնպես կա այդ տենդենսը, այսինքն մենք չենք։ Սակայն դա ասվում է նրա համար, որ թանգարանները պետք է նոր մոտեցումներ գտնեն իրապես, որպեսզի այդ իրավիճակը փոխվի։ Ինչ կարող է անել թանգարանը, որպեսզի այսօր ներգրավի դպրոցականների, ինչ կարող է անել թանգարանը, որպեսզի գրավի զբոսաշրջիկների։ Օրինակ մեր պարագայում մենք բավականին հետաքրքիր փաթեթ ենք մշակել զբոսաշրջիկների համար, որը պատրաստվում ենք առաջարկել։ Այսինքն, եթե թանգարանը տեղից չշարժվի, զբոսաշրջիկը կամ այցելուն ուղղակի հենց այնպես չի գալու թանգարանի դուռը թակի ու ասի ես եկել եմ։ Մենք պետք է ինչ-որ գործողություններ անենք, որոնց շնորհիվ կկարողանանք թանգարանը հանրահրճակել եւ թանգարանն ապահովել բարձր հաճախելիությամբ։ Նման ծրագրերով զբոսաշրջիկների համար հիմա հնարավորություն ունեն իրեն գալու թանգարան, անցնելու էքսկուրսիա եւ պատրաստելու իրենց հուշանվերը, տանելու իրենց հետ։ Սա զբոսաշրջիկների համար շատ լավ կոնցեպտ է։ Դպրոցականների համար կան չտեսնված ծրագրեր, որոնք թե մեր թանգարանի կրթական ծրագրերն են եւ թե նաեւ աբոնեմենտային համակարգով այսօր կա արդեն հնարավորություն, որպեսզի դպրոցական առարկաները անցկացվեն թանգարաններում։ Սա շատ կարևոր նախաձեռնություն է, որը աշխարհի տարբեր երկրներում վաղուց կա։ Օրինակ, եթե երեխան սովորում է քիմիա, պատկերացրեք ինչ հետաքրքիր կլինի քիմիական պրոցեսները բացատրել գորգ ներկելու պրոցեսի հետ։ Այսինքն, սա նշանակում է, որ մենք այն գիտելիքը, որը ստանում ենք թեորիապես, սովորում ենք այն կիրառել ու գտնել դրա օրինակները կյանքում։ Սա շատ կարևոր է։ Ու բոլոր կառույցները լինեն դրանք թանգարաններ, համերգասրահներ, թատրոններ, իրենց նպատակը հենց այդպիսի մի վայր լինելն է, որը անհատի համար է, որը մարդու համար է։ Կարելի է ասել, որ նրա այդ հայտարարություններից հետո որոշակի աշխատանքներ եք իրականացրել, որ այդ պահեստից վերածվեք իսկապես ապրող հիմնարկի։ Մեր թանգարանը շատ վաղուց է արդեն աշխատանքներ իրականացնում, բայց երբ լսում ես այդպիսի խոսքեր, այսինքն պետք չի վրդովել, այլ պետք է ուղղակի մի հատ խորանալ ու հասկանալ, միգուցե ինչ-որ ճշմարտություն կա դրանում եւ որոնք են այն թույլ կողմերը, որոնք այսօր ունի թանգարանը եւ ինչ է պետք անել, որպեսզի թանգարանը դառնա այսօրվա ժամանակակից բառերով ասած դինամիկ, զարգացող եւ մրցունակ կառույց։